Եվս մեկ օր, եվս մեկ առավոտ բարի լույս բոլորին։ Նոր էի ծված է խսալուրել նստել էի հուտը վարդի մուրաբայից ջուր սարկաց եղբարս եկավ, թե հաշտուկել է պետք։ Գնացի հաշտուկելու, եկա, ուր է ծված եղս։ Մեղրը սուրա, կերել են մեղրը։ Որն է անասուննա կերը մեղրը։ Հեն արա։ Տիպված նորը սարկեցի։ Հետո եկան տաղրուտան կնունքի սինին, ահա մեր վարդը 3 չէի նկարել, մի քիչ սպիտակել է թերթերը։ Շարունակում եմ նկարը, արդեն համարյա վերջացնում եմ long sleeve-ը, հետո իջնում եմ ներքև ճաշելու, ճաշելուց հետո հավաքում եմ սեղանը, լվանում եմ, հետո հարևը դարձել էր ու ես գնացի պարտեզը ջրելու, հետո վերադարձա նորից նկարչությանը։ Շաբլոններ եմ օգտագործում այսպիսի բարդ ուզորների համար։ Երեկոյան կրկին ատիպուտի սարքեցի ու այդ վիդեոն գցեցի TikTok, այսպիսի հիմար վիդեոները ամենաշատ դիտումն են հավաքում։ Ինչևէ, երեկ մոռացա գլեի փակել դուռը ու փախուստ բանդից են կազմակերպում դեռ չզարթնած։ Երեկվա աշխատանքը այսքանն էր, փաթեթավորման վիդեոն եմ մոնտաժում։ Юно сияющая как шелк. 30-я серия. Финал. Այս սերիալն էլ վերջացավ։ Սերիալը հետաքրքիր էր, այնքան էլ չէ։ Մի անգամվա համար բավական է, բայց երկրորդ անգամ հաստատ չեմ նայի։ Մտածեցի, որ մի քիչ ոնց որ գույնը միապաղաղ է, դրա համար մի քիչ մետալիկ ավելացրեցի։ Ահա այսպիսի արդյունք ունենք, ընտրելուց հետո իջեցրեցի արդեն չորացած ապրանքը, թափ տվեցի, որպեսզի կավիճի փոշին ելնի, բայց այնքան էլ նորմալ չէր է ու օգտվեցի փոշեցուցիչից։ Հեշտական անգամ օրհնվի այն սհատը, որ սարքել է փոշեցուցիչը եւ օրհնվի այն, ով որ առել է։ Դրանից հետո, որպեսզի ներկը չելնի, արտուկում եմ եւ ջերմությամբ այն կպնում է կտորից ու այլևս դուրս չի գա։ Ձեռք եմ տալիս, որպեսզի հասկանամ, որտեղ դեռ չեմ արել։ Քանի որ վերարկուն լրիվ նոր է, որոշ դետալներ դեռ նույնիսկ կարերը քանդածել չէ։ Մայրիկս ինքը իրան լիլիա ռաշի տեղներ դրել, ցույց է տալիս, թե ոնց է նայվում հակի վրա։ Եվ միանգամից արտուկում եմ նաև long sleeve-ը։ Բոլոր գրիչի հետքերը արտուկից հետո կգնամ, որովհետև գրիչը ջերմությունից անհետանում է։ Հետո սովորական արտուկով եմ զբաղվում։ Ամառը լվացքն ու արտուկը անպակաս է։ Մի օր լվանում ես, մի օր արտուկում։ Եվ ահա ցույց եմ տալիս, թե ինչ տեսք ունի